նախ վերադառնալու համար պետք է ճանաչվի այդ վերադառնալու իրավունքը։ Այսօր Հայաստանը որպես պետություն նույնիսկ չի ուզում խոսալ ընդհանրապես այդ թեմայի շուրջ։ Վերադառնալու իրավունքը եթե չի ճանաչում, ապա ընդհանրապես խոսալ վերադառնալու մասին անիմաստ։ Եվ առաջնային հարցը, որ մենք տեսնում ենք, հենց վերադառնալու իրավունքի ճանաչումն է, որը միջազգային իրավունքից է ողջում եւ շատ դժվար է այդ երկեր կամ մերժել այդ իրավունքի արկայությունը ընդհանրապես հարաբաց իրավունք այո։ Դրանից հետո պետք է գնա հետևյալ վերադարձվող մարդիկ պետք է անվտանգ լինեն եւ ուրեմն խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին։ Սա ուղղակի այդ տրամաբանությունը ընդհանրապես եւ այդ տրամաբանության շրջանակներում այո հնարավոր է այդ հարցը լուծել։ Ժամանակ է պահանջել, այո ժամանակ է պահանջել։ Դժվար է լինելու, շատ դժվար է լինելու։ Ես չեմ ուզում ավելով սենց լավատեսություն հավատել ձեզ, բայց իմ կյանքում այնպիսի դրվագներ եղել, որ թվում է, թե հարցը ընդհանրապես լուծում չունի, հետևողական աշխատանքով այդ հարցը լուծում ստանում է։ Դու եթե չես հավատում մի հարցի լուծման մեջ, երբեք այդ հարցը երբեք որևէ լուծում չի ստանալ։ Ուրեմն մոտեցումը, այդ ալգորիթմը, այսպես ասենք, այդ հարցի տարածման դրանից է։ Եվ հիմա մենք խոսում ենք իրավունքի վերադարձի ճանաչման մասին։ Միջազգային